Գրիգոր Լուսավորչի թիվ 14 շենքի փոքրիկ բնակիչ Լուսինե Մանուկյանն ու հարևան թիվ 16 շենքից Վահագն Պետրոսյանն այսուհետ բակիչներից խաղալու են այն խաղահրապարակում, որի կառուցման գործում կա նաև իրենց անմիջական մասնակցությունը, ինչը նրանք շատ են կարևորում եւ խոստանում, որ հետամուտ են լինելու խաղահրապարակի պահպանությանն ու խնամքին։ Շատ լավ է, մենք զվարճանում ենք, խաղում ենք, բոլոր երեխաներս մենք շատ լավ ենք զգում։ Իսկ դուք ինքներդ մասնակցել եք այս խաղահրապարակի կառուցմանը։ Օրինակ դու ինչով ես օգնել։ Ես ներկել եմ, ակներն եմ ներկել, այստեղ աթոռներն եմ օգնել բերել ենք։ Ես այս խաղահրապարակի կառուցման վաղտը օգնել եմ նրանց մաքրելով եւ հողը բերելով, իրենց օգտակար բաներ տալով, այդպիսի բաներով։ Իմ ընկերները կարող են այստեղ գալ եւ խաղալ նաեւ ես նրանց հետ եւ մեր ժամանակը այստեղ կանցկացնենք շատ ուրախ։ Համախմբելով թաղամասի մեծ ու փոքր ուժերը ստեղծել մնայուն արժեք եւ համայնքի բնակիչների շրջանում ձևավորել քաղաքացիական ակտիվ վարքագիծ համայնքանպաստ գործերում։ ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը համագործակցությամբ Խաղաղության կորպուսի եւ CDPF-ի քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի նախաձեռնել է հանրապետության հյուսիսային տարածաշրջանի համայնքներում կամավորական շարժման ակտիվացման ուղղված ծրագրեր։ Ընտրված 11 համայնքներից ներգրաված կամավորների համար անցկացվել են դասընթացներ։ Վերջիններս կատարել են համայնքային կարիքի Արդյունքում ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Գրիգոր Լուսավորչի 14 եւ 16 շենքերին հարակից խաղահրապարակի կառուցումը, որպես վանաձորցի կամավորների նախաձեռնություն։ Կազմակերպության ղեկավար Արփինե Հակոբյանը կարևորում է հատկապես բնակիչների եւ փոքրիկների մասնակցությունը խաղահրապարակի կառուցման գործում։ Եղել են տարբեր ներդրումներ ոչ ֆինանսական, բայց նյութական, ավազն է անվճար բերվել, աշխատուժ է անվճար տրամադրվել։ Բնակիչների կողմից հիմնական ներդրումը աշխատուժն է եղել, մասնավորապես պատանիները եւ երեխաները շատ մեծ եռանդով են աշխատել, բայց ավելի հասուն սերունդն էլ տեսնելով երիտասարդների եռանդը իրենք էլ են միացել եւ բավականին ծանր աշխատանք է տարվել։ Եղել են, որ 1.5 մետրանց փոսեր են փորվել։ Մոտավորապես ամեն նախաձեռնությունը 90,000-ի չափով էր ֆինանսավորվում։ Այս բակը ընտրվեց, որովհետեւ բազմիցս բակը դիմել էր խաղահրապարակ ունենալու համար քաղաքապետանին եւ ցանկություն առաջացավ ինչ որ կերպ աջակցել բնակիչներին։ ՀԿ կենտրոնը 35,000 դրամի չափով ներդրում է կատարել իր ֆինանսներից, որովհետև խաղահրապարակի համար 90-ը չէր բավականացնում, եւ Արմեն Այվազյանն է ներդրում կատարել ֆինանսական։ Խաղահրապարակի բացման հանդիսությանը ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության անդամները հիշատակեցին բոլոր աջակիցներին, չմոռանալով նաև շնորհակալություն հայտնել Բդարփինյան ստիլի Զակարի ֆաբրիկային փոքրիկներին շապիկներ տրամադրելու համար։ Ներկայումս կազմակերպությունն իրականացնում է համայնքանպաստ բազմաթիվ ծրագրեր ուղղված կամավորականության եւ բնակիչների մասնակցային գործողությունների խթանմանը։ Լուսինե Սարգսյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։